Հարգելի հայրենագիտներ, 17 դեկտեմբեր 2025 թվականը չափազանց կարևոր եւ խորհրդանշական օրն էր, երբ մենք մեկտեղեցինք մեր միտն ու գամքը պատմական հիշողության եւ խորքային պատասխանատվության շուրջ։ Ասիկա այն բահն էր, երբ ոչ միայն ետ գնայինք անցած ուղիին, այլ նաեւ կվերահաստատենք մեր վճռականությունը, շարունակելու պայքարը, ամրապնդելու մեր ազգային ցկտումները եւ վերագենթանացնելու այն ուժը, որով կգերտվի մեր արդար ապագան։ 17 դեկտեմբեր 2004 թվականի ընդունված փաստաթուղթը միայն քաղաքական փաստաթուղթ չէ, այլ մեր ժողովրդի վերագազմավորման եւ արդարության վերականգնման վճռական քայլերեն մեկը։ Հռչակագիրը մենք կգարտանք ոչ միայն որպես փաստաթուղթ, այլ որպես մեր հայրենիքին վերականգնման հիմք եւ այնպիսի սկզբունքներու հաստատում, որոնց վրա պիտի կառուցվի մեր ապագան։ Հռչակագիրը կվերապերի այն բոլոր մարդահրավերներուն, որոնց մենք որպես ժողովուրդ ենթարկված ենք ցեղասպանութենեն սկսյալ մինչև բռնակրավումը։ Եվ ի վերջո ասիկա այն բահն էր, երբ Արևմտյան Հայաստանի հայությունը հայտարարեց իր վճռականությունը մերժելու մոռացություն ու պատմական անարդարության լռությունը։ Այս փաստաթուղթը կվերահաստատե, որ ոչ ցեղասպանությունը, ոչ այլ բռնակրավումը կգնան չնչել մեր ժողովրդի ինքնությունը եւ գոյադևման կամքը։ Ան ամուր գերբով հիմնված է միջազգային հանրային իրավունքի անժամանցելի սկզբունքներուն վրա, մասնավորապես Սևրի դաշնակրին եւ 1920 թվականին Միացյալ Նահանգներու նախագահ Վուդրո Վիլսոնի ընդունած բարդաթիր իրավարար վճիրին հիման վրա։ Այսօր 21 տարի անց մեր ժողովուրդը ունի գործող պետական կառուցվածքը, որ կոչված է վերականգնելու իր երբեք չմարած իրավունքները, երբեք օրինականորեն չփոփոխված սահմանները եւ չփոխանցված ինքնիշխանությունը։ Այսօր մեր ժողովրդի ցայնը դարձյալ կհնչե միջազգային հարթակներուն վրա, ներառյալ ՄԱԳ-ի ազգերու ընտանիքին շրջանակներեն ներս։ Մենք կհիշենք այս պատմական բահերը գիտակցելով, թե որքան արդիական եւ գենսական են այսօր մեր սկզբունքները, մանավանդ Արցախի մեջ շարունակվող իրադարձություններու պայմաններուն տակ։ Այդ օրը մեզ մատնանշեց անբարդելի ճշմարտությունը։ Ժողովուրդներուն դեմ գործված հանցագործությունները իրավունքներ չեն ստեղծեր, եւ մենք այսօր եւս կգրտնենք այս մեկ ճշմարտությունը, վերահաստատելով մեր անվիճելի հավատարմությունը։ Այսօր մենք կվերակառուցենք մեր առաքելությունը, հարգելով մեր անցյալի հերոսական պատմությունը, մեր նահատակները եւ կգրենք մեր պատասխանատվությունը մեր ապագային եւ արդարության առջև։ Փառք եւ բադիվ մեր անմոռանալի նահատակներուն, որոնց հիշադակին այսօր կանգնած ենք այս պատմական հարթակներուն վրա։ Մեր պայքարը կշարունակվի եւ անշուշտ պիտի հաղթե։ Շնորհակալություն։